Քննչական կոմիտեն երեկվանից չի մանրամասնում, թե իշխանական լրատվամիջոցներում հայտնված ձայնագրության փաստով հարուցված վարույթով արդյոք հստակ է կասկածյալների շրջանակն ու արդյոք նրանց շարքում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Երեք հրապարակված ձայնագրության մեջ ենթադրաբար կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանը դժգոհում է Նաթան arczepiskopos Հովհաննիսյանին, թե Գարեգին II-ն իրեն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի։ Այս հրապարակումներից ժամեր անց վարույթ հարուցվեց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածով։ Երբ եւ ով է արել այս ձայնագրությունը, իրավապահները չեն մանրամասնում։ Ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել իշխանական լրատվամիջոցների ձեռքում։ Մայրաթորը շտապեց հանցագործություն որակել հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը եւ ընդգծեց իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների շրջանակում իրավապահ եւ դատական համակարգը լցված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել եւ թշնամանք հարուցել եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է եւ առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան։ Ակնհայտ է, որ դա հարուցվել է կաթողիկոսի դեմ։ Տրամաբանությունը շատ պարզ է այստեղ։ Իրավաբան անգամ լինելու կարիք չկա, որպեսզի հասկանանք, թե ով է այս նախաձեռնված քրեական վարույթով, ով է այս պահի դրությամբ միակ կասկածյալը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ուշադրություն է հրավիրում երկու հանգամանքի վրա։ Ըստ նրա ակնհայտ է, որ այս գործով գլխավոր կասկածյալ կարող է լինել հենց կաթողիկոսն ու այս գործը հենց նրա դեմ է։ Դրա համար բավական է միայն ծանոթանալ այդ ապօրինաբար կատարված գաղտնալսմանն ու քրեական այդ հոդվածին եւ հասկանալ իրականությունը, ընդգծում է փաստաբանը։ Այս երկուսը որ համադրում ենք, տեսնում ենք, որ հոդվածի բովանդակության մեջ մտնող գործողությանը միակ անդրադարձը դա խոսակիցներից մեկի, մասնավորապես ինչպես ներկայացվում է նախկին հոգևորականի կողմից ամենայն հայոց հայրապետի ուղղությամբ հնչեցված մեղադրանքն է, թե իբր վեհապարը նրան ստիպել է, որպեսզի մասնակցի ինչ-որ այսպես հանրահավաք։ Այդ պայմաններում չասել, որ այս քրեական վարույթը նախաձեռնվել է վեհապարի դեմ, ես համարում եմ մեղմ ասած զբաղվել փարիսեցիությամբ։ Չնայած սրան, քննչականի խոսնակը երեք շտապեց պնդել, որ վարույթը որևէ մեկի դեմ չէ, այլ դեպքի, փաստի առթիվ, բայց իրավաբանը հակադարձում է։ Այլ բան կլիներ, եթե օրինակ քրեական վարույթը նախաձեռնվել ոչ թե նշված հոդվածով, այլ քրեական վարույթը նախաձեռնվել ապօրինի գաղտնալսման հոդվածով։ Ռուբեն Մելիքյանը սակայն ընդգծում է, եթե 2023 թվականին արված այդ ձայնագրություն իսկապես օրինական արված լիներ, ապա հենց դա կդրվեր 3 հարուցված գործի շրջանակում։ Մինչդեռ քննչականը գործի հիմքում դրել է տարօրինակ զուգադիպությամբ իշխանական լրատվամիջոցներում հայտնված ձայնագրությունը։ Մելիքյանի կարծիքով սրան կարող է հետևել իրավապահների մուտքը վեհարան կաթողիկոսի հետևից, այնպես ինչպես արեցին օրերս նույն հոդվածով վարույթ նախաձեռնելուց հետո, երբ մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին ընտրական իրավունքին խոչընդոտելու եւ հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածներով։ Մայրաթորի բակն այսօր մարդաշատ էր, ոմանք եկեղեցի էին եկել, ոմանք էլ հանգիստն էին անցկացնում բակում։ Հոգևորականների հետ ազատությանը զրուցել չհաջողվեց։ Տերասողի քահանան փոխանցեց միայն իրենց երեկվա հայտարարությունում ամեն ինչ ասված է։ Իմ ցանկությունս է, որ իրար կողքի լինեն, միասնական։ Ուզում եմ, որ միասին լինեն, ով ուզում են այնց անեն, որ մեկը քիչ թուլացնի, մյուսը թուլացնի, միասին իրար կողքի գանի, մենք էլ ուրախանանք։ Իմանանք, որ մեկ ազգ ենք, մի պետություն ենք։ Տեղյակ եք, որ հոգևորականներ են ձերբակալվել։ Տեղյակ եք։ Տեղյակ ենք, բայց թե իրար խառնվել է մի քիչ երկուսը, որ իրար խառնվան, լավ չի։ Նրանք մեկը մեկին հետ գործ չունի, եկեղեցին մեկ էլ բանը քաղաքացիությունը գործ չունի։ Թե չէ այսպես երկար իրար թշնամանքը մեզի ձեռք չի տալի։ Այ ինչու այսպես բան եղանք, ինչքան թշնամացան իրար այդ բանը հարևան երկրի օգուտն եղավ սա։ Ազատության հետ զրուցած քաղաքացիների մի մասը մտահոգված է իշխանություն Մայրաթոր լարված հարաբերություններից, մյուս մասը դեմ է, որ վարչապետը խառնվի եկեղեցու գործերին։ Կալանավորում են հոգևորական։ Սխալ է, դա ամեն ինչը սխալ է։ Ինչու, որովհետև չի կարելի եկեղեցուն կպնել։
Վերջին օրերին հոգևորականների ընդդիմադիրների ձերբակալություններին են անդրադարձել մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունները։ Նրանք դատապարտում են իրենց խոսքով քրեական արդարադատության գործիքակազմը ընտրովի պաջիչ նպատակներով օգտագործելու դրսևորումները։ Դրանք ուղեկցվում են մարդու իրավունքների խախտմամբ, ընդգծում են քաղաքասարակության ներկայացուցիչներն ու որպես օրինակ նշում իրավապահների հասցեին կոշտ քննադատական գրառման համար կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված Միքայել Աջապահյանի գործերը։ Ընդգծում են, որ սա պատիժ է խոսքի արտահայտման համար։ Նաև օրինակ են բերում միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի գործը, որը կրկին կալանքի տակ է խոսքի համար, ինչը իրավապահները որակել են իշխանությունը զավթելու կոչ։ Քաղաքասարակության ներկայացուցիչները կոչ են անում իշխանությանը զերծ մնալ իրավապահների վրա ազդեցությունից ու անմեղության կանխավարկածը խախտելուց։